Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր հինգշաբթի է, մեկնարկում ենք մեր հերթական հաղորդումը, խոսելու ենք նոյեմբերյան տենդենսների մասին, աստղաբանական տենդենսների մասին։ Ամենահետաքրքիր անցումներից մեկը դա Վեներայի մուտքը կշեռքի կենդանակերպ ամսի 8-ին է լինելու սիրելի հայրենակիցներ։ Կշեռքը գիտեք, դա նրա կենդանակերպն է, այնտեղ վայելում է նա, էսթետիկան է, գեղեցիկը վայելելու, Վեներան, ինչպես գիտեք, փոքր բարեգործն է, նա իր օթևանում է լինելու եւ դրական հարաբերություններ, դրական հնարավորություններ կշեռքի օդի տարեքի ազդեցության տակ ծնվածների համար։ Սիրելի հայրենակիցներ, եթե դիտարկում ենք քարտեզը, այստեղ շատ հետաքրքիր դիրքավորում է ձևավորվել։ Ահա այստեղ Դավիթի աստղն է։ Շատ հետաքրքիր դիրքավորում, այն մի կողմից մեծ հնարավորությունների դիրքավորում է, բայց հենց այս օրը ծնված երեխաներ կամ նմանատիպ քարտեզ ունեցող մարդիկ, նրանց կյանքը բավականին բեղուն է լինելու, մեծ հնարավորություններ կան մանավանդ ջրի եւ օդի ազդեցության տակ ծնվածների համար։ Ամսի 3-ի գրանցված ամուսնությունը այն հնարավորություն կտա, մենք դիտարկում ենք այստեղ փաստորեն եվրոպական երկրներում շուտով կփոխեմ այդ ժամանակահատվածը, միևնույն է մի քանի ժամ է տարբերությունը, եթե ցանկանում եք գրանցել ամուսնությունը, կարող եք դա անել, բայց օրը ընդհանուր առմամբ բարեդրացիական այսպես իրադրություններ կբերի հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածների բայց այստեղ դիտարկում ենք Մարս, Ուրան, Յուպիտեր, Արևը շուտով միանալու է Մարսին, համարյա 18-ի մոտակայքում, փորձենք տեսնենք այդպես է թե ոչ։ Այդ բարդ դիրքավորումը ուղղակի պայթունավտանգ իրադրություն կարող է բերել մարդկանց իրավիճակներ, թող զգուշ լինեն ցուրտ կարիճ, առավելապես ջրհոս եւ առյուծ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները։ Այսպես սուր կոնֆլիկտային կդրվի ֆինանսների հետ կապված հարցերը, վարկային գործունեություն ծավալող անձիկ, նրանք ովքեր գումարներ են վերցրել, բայց չեն կարողանում լուծել, հնարավոր է, որ տոկոսադրույքները բարձրանական սուր, այնպիսի իրավիճակ լինի, որ պետք է անպայման լուծում ստանա այդ խնդիրը, ոչ մի կերպ չէ բռնվում կռվի։ Մանավանդ նրանք, ովքեր ունեն պայթունավտանգ բնավորություն, ահա դիտարկում եք, նայեք, այստեղ Արև-Մարս միավորումն է, Արևը 26, Մարսը 26, ամենաբարդ օրերից մեկն է, սիրելի հայրենակիցներ, եւ ամսի 18-19-ն էի նշել, ահա, արդեն ամսի 19-ին ձևավորվում է կիսաքառակուսի բարդ դիրքավորում 19 եւ 20-ի առավոտյան ժամերը։ Բարդ դիրքավորում է, ուշադիր եղեք, ցուլ, կարիճ, ջրհոս եւ առյուծ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ եւ նաեւ մեր քարտեզում ամսի 18-ը համընկնում է այդ օրը Մարս Արեգակ միացումը, ուղղակի Հայաստանի քարտեզի Մարսի հետ բարդ փոխհարաբերություններում են լինելու, նաեւ Մարսը դիմադրություն դիրքավորում այնտեղ ալգոլ աստղին, հուսանք, որ պայթյուններ չեն լինի կամ մեր թշնամիները օդային այսպիսի զենքի կիրառում ածություններ կարող են ուղարկել, տեսնում եք ջրհոսում, հնարավոր է օնլայն համակարգերում, վճարման համակարգերում ինչ որ խնդիրներ լինեն եւ նրանք, ովքեր ավիատոմսեր են գնել, ովքեր պետք է թռչեն, ուղղակի ուշադիր եղեք անծանոթ մարդկացից կամ այնպիսիները, որոնք ունեն պայթյունավտանգ բնավորություն, մեծ մասսաների մեջ չլինեք, տեսնում եք լուսինը ջրհոսում, այդ օրը հեղափոխական տրամադրվածություն ունեցող մարդիկ, նրանք էլ կարող է անկառավարելի լինել։ Օրը ընդհանուր անբարենպաստ ֆոն ունի 19-20 սիրելի հայրենակիցներ եւ ապա դրանից հետո արդեն Արև եւ Մարս միացումը այն նվազում է, բայց դեռ մեկ շաբաթ, մի քանի օր այդ դիրքավորմանը կա նվազելու փաստորեն ամսի 19-ից 7 օր առաջ եւ 7 օր հետո, բայց արդեն նախադրյալները ես տեսնում եմ մարդկանց քարտեզում, որտեղ լուսնի խավարումը այն նաեւ շոշափում էր ցուլ կարիճ առանցքը, հանգույցները նրանք կշեռքում էին, բայց
խավարման այդ արև եւ լուսին փոխհարաբերությունները նրանք եւս մեկ անգամ արդիականացնում էին, եւս մեկ անգամ ցույց էին տալիս ֆինանսական այդ առանցքի խնդիրները։ Հաջորդ կարևոր դիրքավորումը, երբ որ Վեներան մինչ կշեռքի կենդանակերպ անցնելը, նա բարդ փոխհարաբերություններ է ունենալու Նեպտունի հետ։ Ահա, եթե մենք դիտարկում ենք Վեներան 29, այստեղ Նեպտուն մի քանի օր առաջ եւ Վեներան եւ Նեպտուն ամսի 4-ին հենց վաղը, սիրելի հայրենակիցներ, թող ուշադիր լինեն սիրահարվածները, ձուկ եւ կույս առանցքում այդ կամ փոփոխական խաչի ծնվածները, վերջին աստիճանի ծնվածները խաբեություններից կարող են ձեզնից խաբեությամբ դրամ շորթել, ձեր աշխատակիցները աշխատավայրում այդպես համատեղ ում հետ դուք աշխատում եք, նաև ենթակաները կարող են լինել, կարող եք խաբեության զոհ դառնալ եւ գողանան ձեզնից օծանելիքը, նաև զգույշ եղեք թունավորումներից, տարբեր տեսակ տոքսիկ մարդկանցից էլ կարող եք ուշադիր լինել եւ հնարավոր է որ ձեր սիրելիները ուղղակի ձեզ այսպես փաստի առաջ կանգնեցնեն իրենց ոչ իրական, ոչ ռեալ պահվածքով։ Այնպես որ հնարավոր է որ այսպես հիասթափություններ լինեն, դա վերաբերում է նաև արվեստի ոլորտի աշխատակիցներին եւ նաև կարող եք գնել օծանելիք, բավականին թանկարժեք, բերեք տուն, տեսնեք որ այն նրա հոտը, բուրմունքը ձեզ դուր չի գալիս, այն ինչը սիրո, հաճույքի, վայելքի հետ է կապված, այդ օրը ուղղակի ամսի 4-ին հնարավոր է որ ձեզ հիասթափության առաջ կանգնեցնի։ Սիրելի հայրենակիցներ, հաղորդման վերնագիրը նոյեմբեր ուր են գնում։ Այո, շատ հետաքրքիր այսպիսի վերնագիր ենք ընտրել, շատ են հարցերը կախված եւ Իսրայելում տեղի ունեցող դեպքերի մասին եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերի մասին, Իսրայելի մասին խոսել եմ տարբեր հարթակներում, վերջերս նաեւ Բաց TV-ում եմ խոսել այդ մասին, նրանց քարտեզում բարդ դիրքավորումներ են, Ուրանը Արեգակի վրա, Արեգակը պետություն, պետական մարմիններ, անսպասելի իրավիճակների մոլորակը, հեղափոխական տրամադրվածություն, մոլորակը քանդում է այդ երկրի ինքնությունը, այդպես կարող եմ ասել, եւ լուսինը խեցգետնի վերջին աշճանների վրա Պլուտոնի հետ բարդ դիրքերը ժողովուրդը գտնում է մասսայական ոչնչացման, մասսայական աղետի առջև։ Մի շատ կարևոր հարց եմ ուզում անդրադառնալ, ինձ գրում են պարբերաբար Պուտինի մասին, տարբեր հարթակներում խոսում են, չնայած ըստ իմ տեղեկատվության իրականում նրա տվյալները փոխված են, քանի որ նա ժամանակին սովորել եւ աշխատել է ռուսական գաղտնի ծառայություններում, բայց այսպիսի մի հետաքրքիր փորձարկում, էքսպերիմենտ եմ որոշել անել եւ դիտարկել եմ նրա քարտեզը, սիրելի հայրենակիցներ, քանի որ խավարումները նրանք կշեռք եւ խոյ առանցքում են եւ քանի որ նրա ծննդյան ժամանակահատվածը խավարման այդ միջանցքի հետ էր կապված, հա, ամսի 14-ը բավականին մոտ էր նրա ծննդյան օրվան, ինչ կարևոր փաստ եմ արձանագրել, շատ հավանական է, որ նա այս քարտեզը վերագրել են իրեն, բայց եթե մարդու անձին վերագրվում է ինչ-որ մի փաստ, որը ամրագրվում է եւ այս տվյալները ամրագրվել են նրա քարտեզում իբր իր իրական տվյալներ, որը չափով ազդեցություն կա։ Եվ ինչ հետաքրքիր է, որ հանգույցը, իջնող հանգույցը գտնվում է կշեռքի կենդանակերպում, արև-լուսին այդ միացումը խավարում է, արև-լուսին միացում հանգույցների հետ նրա արեգակին էր անմիջապես հարում եւ պատահական չէ նրա անձի շուրջ այսպես շրջանառվող այդ խոսակցությունները իբր նա մահացել է։ Սիրելի հայրենակիցներ, ըստ աստղաբանական քարտեզի շատ հավանական է, որ նա գտնվում է բարդ իրադրության մեջ եւ այսպիսի մի կարևոր տեղեկատվությամբ եմ ցանկանում կիսվել ձեզ հետ, որ շատ հավանական է, եթե այս խավարման ընթացքում նրա հանդեպ մահափորձ չի իրականացվել, ապա ապրիլի 8-ի մոտակայքում շատ հավանական է, որ նրա հանդեպ կիրառվի
մահափորձ, այդպիսի փորձ կարող են կատարել, ինչու սիրելի հետևորդներ, եթե դիտարկում ենք նրա քարտեզը, այստեղ տեսնում եք խավարումները, դիմադրությունը շատ մոտ է գտնում նրա արեգակին։ Այո, սիրելի հայրենակիցներ, ըստ այս քարտեզի նա իր անձը գտնվում է փակուղու մեջ, իսկ հոկտեմբերի 15-14-ի խավարման քարտեզը ցույց է տալիս, որ նա լուրջ խնդիրներ ունի իր շրջապատի հետ, իջնող հանգույց կշեռքում, տարաձայնություններ կան նրա շրջապատում եւ բարդ խնդիրներ, այնպես որ նրա կյանքին վտանգ է սպառնում, դա այս 14-ից մոտակա 2 խավարումների արանքն է, բայց պիկը կլինի ապրիլի 8-ը։ Ահա։ Սիրելի հայրենակիցներ, ինձ պարբերաբար գրում են, թե որ օրերին կարող են կազմակերպել խնջույքներ կամ ամուսնական այդ կարևոր օրը գրանցել կամ նշել, փորձենք իրար հետ դիտարկել այդպիսի օրերը, ամսի 3-ը եթե կցանկանաք ներընտանեկան այդ խնդիրները լուծելու հարևանների, հարազատների, մտերիմների հետ, ավանդույթները նշելու համար դրական օր է։ Ամսի 3-ից հետո ամսի 7-8 դիտարկենք, ահա, սա 3-ն է, փաստորեն 3-ը կարելի է, եթե ցանկանում եք գնալ, հավանել եք ինչ-որ մեկին, ընտանեկան նեղ շրջանակներում կարող եք գնալ, փորձել նրա ձեռքը խնդրել։ Եվ եթե ցանկանում եք գնել կենցաղային տեխնիկա, այնպիսի իրեր, որոնք կօգնեն ձեզ տանը առօրյա կենցաղում, Լուսինե Խեցգետնի կենդանակերպում, եթե ցանկանում եք ուրախացնել ձեր կնոջը, ձեր մորը, այդ օրը ամենաբարենպաստ օրերից մեկն է։ Հաջորդ կարևոր օրը, որը դրական դիրքավորում ունի, դա Լուսինե Կույսի կենդանակերպում, ահա, 7 փորձենք ամսի 8-ի մոտակայքը։ Ահա, ամսի 8-ի մոտակայքում Լուսինե Կույսի կենդանակերպում այն դրական հնարավորություն կտա փաստորեն ցուլ, կույս, այծեղջյուր կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներին ֆինանսական ոլորտում, աշխատանքային ոլորտում հաջողությունների հասնելու, եթե նույնիսկ ցանկանում եք գրանցել ամուսնությունը, այդ օրը դրական դիրքավորումներ կան, կարող եք կարգավորել, որովհետև օրերը շատ քիչ են, սիրելի հայրենակիցներ, իսկ ինչպես հիշում եք ամսվա կեսի օրերը բավականին բարդ են, որպեսզի կարողանաք, ահա, առողջության հետ կապված հարցում տեսնում եք այստեղ, նույնիսկ ամուսնությունը գրանցելու հարցում Լուսինե Կույսի կենդանակերպում փոքր-ինչ այն գտնվում է բծախնդիր նշանում, պեդանտ նշանում, մանրուքները շատ կարևորություն կտրվի այդ ամուսնության ընթացքում մանրուքներին, աշխատանքին, առողջության հետ կապված հարցերին, բայց միևնույն է դրական դիրքեր կա, որովհետև նա արդեն կարծես առաջ է գնում եւ ցանկանում է միանալ Վեներային։ Ահա, եթե ցանկանում եք դիվել աշխատանքի, ներկայացնել ձեր CV-ները, ամբողջ օրը համարյա ողջ օրը դրական փոխհարաբերություններ 7 եւ 8։ Այստեղ կրկին նշում եմ, որ ուշադիր ենք լինում խաբեություններից, ահա, Լուսինե Վեներայի հետ միջազգային փոխհարաբերություններում փաստորեն 8-ի մինչև երեկոյան ժամերը այն շատ հարմար է։ Հաջորդ կարևոր կենդանակերպը կշեռքի կենդանակերպն է, եւ դուք կարող եք ձեր միջանձնային խնդիրները լուծել, ահա տեսնում ենք, օրը 5-շաբթի օր է, Լուսինե կշեռքի կենդանակերպում, այն արդեն հեռանում է Վեներան Նեպտուն այդ նվազող դիմադրությունից, այսօրը կրկին կարող եք էսթետիկական այդ բոլոր միջամտությունները անել, գեղեցիկ, հագուստ գնել, եթե ցանկանում եք զբաղվել ձեր արտաքին տեսքի շտմամբ, այո, Լուսին Վեներան նրանք իրար հետ միացված են, ամբողջ ամսինը կեսօրվա այդ ընթացքում այն դրական փոխհարաբերություններ ունի։ Այստեղ արտերկիր է ցույց տալիս 1-2 ժամ տարբերություն է, սիրելի հայրենակիցներ, եւ ինչքան գիտեմ, ամսի 11-ին առավոտյան ժամերը կրկին դրական դիրքավորումներ կան, փաստորեն 9-ին համարյա կեսօրից հետո երեկոյան 10 ուղակի Լուսինը առանց ընթացքի է, ռուսերեն բիսկուրսը, այստեղ մենք դիտարկում ենք առավոտյան ժամերը Լուսինե կշեռքի կենդանակերպում, միայն զգուշ եղեք միջանձնային հարաբերություններում, այսպես բարդ խնդիրներից
տարիքով մեծերի հետ, նաև ղեկավարների հետ փոխհարաբերություններում կարող են ստացվել այսպես բարդ իրադրություն, չհասկանաք եւ նրանք ուղղակի ձեզ ճնշեն, այո, Պլուտոն այդեղ ջուրի կենթանակերպում նա սիրում է, երբ կարողանում է ճնշել իրենցից թույլերի։ Ահա, սա է, պետք է ուղղակի զգուշանաք։ Եվ ահա ինչպես հիշում եք, Մերկուրին ամսի 10-ից աղեղնավորի կենթանակերպում դրական հարաբերություններ, շփումներ արտերկրի հետ կապված, միջանձնային հարաբերություններում, եթե գործընկերներ կան, որոնց հետ պետք է բանակցություններ վարեք, ապա միանշանակ կարող եք այս դրական բիսեքստիլ դիրքավորումը, ընդհանուր այս փոքր սեքստիլը դա հմտությունների ձեռքբերում է, պարբերաբար աշխատելով ձեզ վրա, հմուտ բանակցություններ վարելով դուք կարող եք հասնել արդյունքների եւ դա առավելապես բարենպաստ է այս դիրքավորումը օդի եւ կրակի ազդեցության տակ ծնվածների համար։ Դրանք են օդի տարերքից կշերկ, ջերհոս, երկվորյակ, իսկ կրակի տարերքը աղեղնավոր, խոյ եւ առյուծ։ Սիրելի հայրենակիցներ, ամիսը ընդհանուր առմամբ դրական դիրքեր կան։ Մենք կարող ենք նայել օգտվել ամսի 20-ին ձևավորում է դիրքավորում Արև Պլուտոն։ Մեծ հզոր էներգիա կարող եք ստանալ Արևը 26-56, ահա։ Սիրելի հայրենակիցներ, կարևոր դիրքավորում է առանձնացնել այն ճիշտ է այստեղ Արև Մարս եւ այս քառակուսի դիրքավորում է Լուսին Սատուրն, բայց Արեգակը նաև դրական դիրքեր ունի Պլուտոնի հետ եւ Նեպտունի հետ տրիգոնը, սա բիսեքստիլ դիրքավորումն է, հմտությունների ձեռքբերման դիրքավորում, այս դիրքավորումը, այս հնարավորությունը բարենպաստ ազդեցություն ունի, օրինակ նոյեմբերի 23-ից մինչև փաստորեն կարիճի վերջ աղեղնավորի սկիզբ, նոյեմբերի 23-ի մոտակայքում ծնվածների համար, հունվարի 20-ի մոտակայքում ծնվածների համար, մարտի մոտավորապես 25-ի, հունվարի 20-25, մարտի 20-25 այդ ժամանակահատվածում ծնվածների համար դրական դիրքեր կան, սա հնարավորությունների դիրքավորում է, ձեր երազանքները կարող են կատարվել, մեգա պրոյեկտները, որոնք նաև կապված են պետական մարմինների հետ, կադաստրի հետ կապված հարցերը, նոտարական այդ բոլոր կարևոր հարցերը, ժառանգության հետ հարցերը հնարավոր է դրական լուծումներ ստան։ Եթե դուք ունեք ֆինանսական խնդիրներ, կարող եք դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք երկարաձգեն այդ ժամկետը եւ ողջամիտ ժամանակահատվածում ուղղակի դուք կարողանաք լուծել ձեր խնդիրը։ Սիրելի հայրենակիցներ, ամսի 22-ին էլ արդեն Մարս Պլուտոնն է սեքստիլ դառնում, փաստորեն ամսի 20-ից 22-ը ակտիվ գործելու ժամանակահատված է, կարիճ, այծեղջյուր, ձուկ, այստեղից նաև խեցգետին եւ կույս կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար, որոշ չափով էլ ցուրտ կենդանակերպերը, բայց վերջին 10-օրյակի ծնվածներն են։ Եվ նաև մի վառ դիրքավորում կա ամսի 23-ին, նոյեմբերի 23-ին Արև Սատուրն քառակուսին, ճիշտ է, մենք դիտարկեցինք Արեգակի դրական դիրքերը 20 նաև 22-ին է ակտիվ, Մարսն է միանում, բայց 23-ին Արև Սատուրն այս դիրքավորումը կարծես իր վերջնական փուլի մեջ է մտնում, Արևի ուղիղ քառակուսին Սատուրնի հետ բարդ իրադրություններ արտերկրի հետ կապված հարցերում թող ուշադիր լինեն ձկներ, աղեղնավոր, կույս եւ երկորյակ կենդանակերպի հենց առաջի օրերի ծնվածները։ Սահմանափակումներ կարող են լինել նրանք, ովքեր զարտուղի ճանապարհներով մեկնել են արտերկիր, նրանց մոտ խնդիրներ կարող են առաջանալ ետ վերադարձի, նաև այսպես հենց դեպորտ են ասում, այո, այդպիսի խնդիրներ կարող են լինել եւ ուշադիր եղեք արտերկիր մեկնելիս, սահմանահատելիս ամեն ինչ ըստ օրենքի անել, որտեղ բարդ դիրքավորում է ձևավորում։ Սիրելի հայրենակիցներ, այս շաբաթ այսքանը դրական օրերը նշեցի, որպեսզի դուք կարողանաք կարգավորել ձեր կյանքը եւ խնդրում եմ ինձ մի գրեք, որ սա ենք ցանկանում անել, նա ենք ցանկանում անել։ Ես ձեզ դրական օրերը նշեցի, այդ օրերին կարող եք կատարել եւ ձեր գնումները,
եւ ձեր կարևոր գործերը Լուսինը կույսի կենթանակերպում է, Լուսինը կշեռքի կենթանակերպում է, այդ օրերին ուղղակի կատարեք այն կարևոր գործերը, որոնք դուք նպատակահարմար եք գրում ընտանիք կազմելու համար, տուն գնելու համար, գեղեցիկ իրեր գնելու համար։ Մինչ ամսի 23-ը ես հաջորդ շաբաթ կանդրադառնամ նոյեմբերի երկրորդ կեսի կանխատեսումներին։ Սիրելի հայրենակիցներ, եթե հավանում եք մեր հաղորդումները, կարող եք կիսվել հաղորդումներով։ Ես գիտեմ, որ մեծ ճանաչում եւ հռչակ է վայելում իմ կողմից այսպես հեռարձակվող հաղորդումներ։ Շնորհակալ եմ ձեզ, որ տարբեր հարթակներում դիտում եք ինձ, բաց մի թողեք նաեւ Buzz TV-ում կարևոր հարցադրումներ են լինում։ Ես փորձում եմ օգնել մարդկանց մասնագիտական կողմնորոշման համար։ Խնդրում եմ անձնապես առանձին այդ հարցով ինձ մի դիմեք։ Եթե դիմեցիք, ուրեմն պատրաստվեք գրանցվել խորհրդատվության։ Հակառակ դեպքում գնեք մեկնաբանություններ բաժնում Buzz TV եւ պատահականության սկզբունքով շատ հավանական է, որ հենց դուք լինեք այն մեկը, որի մասին մենք կարող ենք տրամադրել ձեզ ինֆորմացիա։ Դե ինչ, շնորհակալություն դիտումների համար, մաղթում եմ ձեզ հանգիստ շաբաթ։